Այսօր ավագ ուրբաթ է կամ Սուրբ ուրբաթ եւ մենք Քրիստոսի հոգին տալու հետ նշում ենք խավարումը, որը պատմական իրողություն է, բայց ինչ է դա իրենից ներկայացնում։ Ահա մենք ունենք Սուրբ Ներսե շնորհալի, որ ամեն ինչ բացատրում է եւ աստվածաբանական այնպիսի խորությամբ, որ պարզապես կարկամում ես, թե ինչպես է առաքյալների մակարդակով Աստված հայտնել բոլոր իր գաղտնիքները։ Ահա, նախ ասեմ, որ Հոգե Գալստյան, ոչ թե Հոգե Գալստյան, Հոգե հանգստի շարականները Իվերին Երուսաղեմ, դա երկար շարականների փաստորեն հանգեր են։ Այնտեղ նկարագրում է խավարանի հոգիների հանգստությունը, երբ որ քահանան նվիրաբերում է այդ հոգիներին Աստծուն, ես այստեղ պետք է ձեզ հիշեցնեմ դա, որպեսզի ձեզ այս չարապարները չխաբեն։ Խավարան կա, այն մարդիկ, որոնք պատրաստ չեն երկինք մտնելու, դա ժամանակավոր տեղ է, որտեղ մարդը ինչպես ոսկին կրակի մեջ այրվում, մաքրվում է, հետո բարձրանում։ Եվ ահեղ խորուրդ քահանային, բասկատարած կա ի բեմին, առաջի Սուրբ Սեղանուն հուր շիջանի խավար մերժի, տրտնյալ հոգին ուրախանան զիթողություն մեղած լինի։ Փաստորեն սեղանի վրա, երբ որ պատավակ է մատուցում քահանան մեռած հոգիների համար, հուրը իջնում է, այսինքն թե Սուրբ Հոգին, եւ այդ Սուրբ Հոգու շնորհքով քավարանի հոգիները հանգստանում են։ Այսինքն թե ես ինչ եմ ուզում ասել, դուք ուսումնասիրեք, մի լսեք ոչ մեկին, հիմա չարապարությունը ամեն տեղ է, իսկ խավարման մասին պարզապես ցնցող է իր ներկայացումը, ինչպես դա կատարվեց։ Ասում է զարհուրեցան զորք երկնային, հորժամտեսին ստերդ իխաչին, արեգական լույս քողարկյալ եւ լույս լուսնին նվաղեցավ, ահեղ փառած Աստվածորդույթ խավար եղավ ընտիեզերս։ Հասիրելներս, ինչպես գիտեք, ես թարգմանել եմ մեր կանոնական աղոթագիրքը գրափարից աշխարհաբարի, այսինքն կան նաև անգլերենի հրատարակությունը, սա ամբողջական մեր ժամանակարգի ամբողջ հրատարակությունն է այստեղ որոշ մասը միայն կարծում ենք գրական հայերենով զարհուրեցին երկնային զորությունները, երբ տեսան Տերդ խաչված, արեգակն անգամ քող հագավ, լուսինը նվաղեց, ահեղ փառքերից Աստվածորդուդ տիեզերքը խավարեց։ Այսինքն թե ծանոթագրությունների մեջ ես նշում եմ հիմա այս հրատարակության մեջ դա H108-ն է, ծանոթագրությունը 116։ Հիսուս Քրիստոս մեկ նույն անձի մեջ ուներ մարդկային էություն եւ աստվածային բնություն, որպես հիպոստատիկ միություն։ Հիսուսի մարդկային էությունը կարող էր մեռնել, բայց նրա աստվածային բնությունը չէր կարող եւ չմեռավ։ Ինչպես անմահ է նաեւ նրա մարդկային ոգին։ Այժմ հավիտենական, անմահ եւ անտեսանելի թագավորին միակ Աստծուն պատի եւ փառք հավիտյանս հավիտենից։ Տիմոթեոս 1:17։ Եվ Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. Հայր, քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին։ Ղուկաս 23:46։ Ահա այստեղ մենք տեսնում ենք Սուրբ Շնորհալի բացառիկ մեկնաբանությունը խաչի վրա այս բառերից հետո, երբ Հիսուս իր աստվածային հոգին հանձնեց Հայր Աստծուն, քանզի Քրիստոսի աստվածությունը միշտ հոր հետ միացած էր առանց ընդմիջման, ահա այդ փառքի լույսիչ, ինչպես թե գուրացավ նյութական տիեզերքը եւ խավարեց։ Հասկացեք ինչ ասվեց այստեղ։
շատ կարևոր մի բան, այն որ Քրիստոսի աստվածությունը, որը մենք չէինք տեսնում, վկաները, ահա իր մահվան պահին դուրս եկավ իր մարմնից, եւ դա այնպիսի մի հզոր լույս էր, որը նյութական տիեզերքը խավարեց, ինչպես թե եթե դուք արևին նայեք երկար ժամանակ, ձեր աչքերը սևանում է, այսինքն տիեզերքը, նյութական մարմինները նույնպես ականատես եղան աստվածային այս փառքին եւ խավարեցին նրա փառքից, դուք պատկերացնում եք ինչ զորություն է սա, Աստված մարդացած։ Եվ հասիրելներս, ամեն ինչ որ պետք է մեզ իմանալ, մեր սրբեր մեզ ասել են։ Եվ մենք նույնպես աստվածային էակներ ենք, ունենք մարմին, բացառիկ ստեղծագործական այս արարածը, որ ունի մարմին, ուրիշ ոչ մեկը չունի։ Եվ մարմինը կապված է ոգու հետ, այսինքն մարմնի բոլոր իրողությունները ազդում են ոգու վրա, բայց բացի այդ մենք ունենք նաև մկրտությամբ Սուրբ Հոգին, ոգի եւ հոգի, դրանք տարբեր բաներ են։ Հիմա Սուրբ Եզնիկը բացատրում է աստվածային հոգին անստեղծ է, մենք չենք կարող այն տեսնել եւ հասկանալ, դևերի, հրեշտակների եւ մարդկանց հոգիները ստեղծված են, կարող ենք տեսնել նրանց, բայց նորից դա գերբնական է։ Եվ նշում է, որ մարդկային հոգին դա հրից է կազմված, ինչպես նաև հրեշտակները, բայց տարբեր են իրենք։ Մարդկային հոգին ուրեմն կազմված է հրից եւ փաստորեն մահվան պահին այն չի մեռնում։ Եւ նաև այն ունի մեր միտքը, քո միտքը մահվան պահին չի մեռնում, լոգոսը մնում է կապված քո ոգու հետ, քո հոգու հետ եւ հոգին արդեն այն օրհնությունն է, շնորհքն է, հետո վերածում շնորհքի, որը քեզ տալու է հարություն։ Առանց Քրիստոսի չկա հարություն։ Այդ շնորհքը հոգու ոչ մեկը չունի, առանց Քրիստոսի։ Մենք Քրիստոսով ենք հարություն առնում։ Եվ անցյալ անգամ ես բացատրեցի Քրիստոսի անսահման սերը մեր նկատմամբ, անսահման սերը։ Եվ ինչ ենք մենք տալիս։ Ինչ ենք մենք տալիս Քրիստոսին, Աստծուն ինչ ենք տալիս։ Ես տալիս եմ իմ թուլություններն ու թերությունները, ուրիշ բան չունեմ տալու։ Եվ ահա ինձ սիրում է այդպես։ Ինչպես է երեխա ծնվում է ուզում, լացում, պահանջում, այդ ես եմ։ Աստծուն այդպես շահագործում ամեն վարքյան։ Եվ նա խոնարհաբար տանում է։ Եվ ես նորից բացի իմ արզունքներից ուրիշ ոչինչ չունեմ նրան տալու։